Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես զուտ ընթացակարգի հետ կապված երկու հարցի անդրադառնամ, որպեսզի նաև մեզ լսողների համար պարզ լինի, ինչու համար է գումարվել արտահերթ նստաշրջան, որովհետև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան հունիսի վերջին նստաշրջանը 3 օրից ավել չէր կարող տևել։ Այդ 3 օրվա մեծ մասը գնաց բյուջետային քննարկումների վրա եւ օրակարգում արկա նախագծերը մնացին չքննարկված, իսկ դրանց մեջ կային նախագծեր, որոնք ամիսներով քննարկված էին, համաձայնեցված էին եւ դրանց ընդունումը բխում է մեր քաղաքացիների եւ տնտեսության շահերից։ Ընդ որում կան երկու նախագծեր, որոնք մեր հանձնաժողովը ինքն էր առաջարկել, որպեսզի 24 ժամանոց ռեժիմով քննարկենք երկրորդ ընթերցումը, որովհետեւ դրանք իրոք բավականին հրատապ են ու նախագծերի մասով ավելի բովանդակային, երբ որ դրանք քննարկվեն, կարող եք հարցեր տալ, կպատասխանենք։ Եվ ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի հարցին, Գեղամ Մանուկյանի, որ հարցնում էր ինչպես են այդ առաջարկները ներառվելու նախագծում, կառավարության կողմից ներկայացված առաջարկները, առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում ունենալու ենք ժամանակ, այդ ընթացքում ունենալու ենք հանձնաժողովի նիստ եւ հանձնաժողովի նիստի ընթացքում այդ առաջարկները քննարկվելու են եւ ընդունվելու կամ չեն ընդունվելու։ Իհարկե համաձայն եմ, որ արագացված ռեժիմով է, բայց 3 ժամ չի, որտեղ ինչպես պարոն Մինասյանը նշեց, հունիսի 25-ից նախագիծը գտնվում է Ազգային ժողովի կայքում եւ ըստ անհրաժեշտության մեր падգամավորները կարող են դրանց վերաբերյալ առաջարկներ ներկայացնել։ Մնացած հարցերին արդեն առանձին նախագծերի բովանդակային քննարկման ընթացքում կանդրադառնանք։ Շնորհակալություն։